գիտենք, որ շողակաթը տալիս է մշակութային, կրթական, հոգևոր հաղորդումներ, արդյոք ձեզ չի մտահոգում հեռուստաալիքի հետ կապված այս որոշումը, որ կարող է լինել փակվելու հետ կապված։ Ես իմ տեղեկությամբ մենք խոսում ենք ոչ թե փակման մասին, այլ խոսում ենք մրցութային գործընթացով նման բովանդակություն ստանալու մասին եւ կարծում եմ, որ այստեղ բուն բովանդակության փաստը ամենևին վտանգված չի, որովհետեւ բովանդակությունը շարունակելու է մնալ կրթական, մշակութային, հոգևոր փոխվում է եղանակը, ինչպես ստանալ այդ բովանդակությունը, դա արվելու է մրցութային եղանակով, այնպես որ չեմ կարծում, որ այստեղ կրթական եւ մշակութային բովանդակության տեսանկյունից որևէ վտանգ կունենանք, եւ գիտեք, մի բան էլ կուզեմ ասել, հատկապես որպես կրթության նախարար, մենք նաեւ պետք է շատ լավ պատկերացնենք, թե որ հարթակներն են, որ ավելի ազդեցիկ են ու պահանջված են այդ տարիքային խմբերի կողմից։ Եթե մենք իրենց համար բովանդակություն ենք պատրաստում, կարծում եմ դուք էլ որպես լրագրողներ կհամաձայնեք ինձ հետ, որ օրինակ մեր դեռահասների շատ ավելի փոքր մասն է, որ հեռուստացույց է դիտում եւ մենք պետք է նաեւ շատ լրջորեն մտածենք այն հարթակներում այդ բովանդակությունը տարածելու, որոնք որ հենց լսարանին ավելի շատ հասնելու հնարավորություն սոցցանցերի ֆինանսավորումը կարծում եմ նախարարության գործառույթի խնդիրը չի, մենք կարող ենք բովանդակության ֆինանսավորում ունենալ, բայց տարածման հարթակները դրանք առանձին մարքեթինգային ռազմավարություն են պահանջում, որպեսզի իսկապես թիրախային հենց այն լսարանին հասնեն, որին որ մենք ուզում ենք հասնել։ Տիկին նախարար, կնեք, դուք արդյունավետ համարում եք շողակաթի բովանդակությունը, թե ոչ, այն մասով ինչ որ պետությունը մասնակցություն ունի։ Գիտեք, ես չեմ կարող ինձ իրավունք վերապահել որևէ գնահատական տալ, որովհետև դրա համար պետք է առնվազն օրինակ վերջին տարիներին հետևեի հեռուստաալիքի, ես անկեղծ ասած ընդհանրապես չեմ հասցնում նայել որևէ հեռուստաալիք, էպիզոդիկ կարող եմ որևէ հաղորդումներ, որևէ ծրագրեր, որևէ ռեպորտաժներ դիտել, բայց սիստեմատիկ որևէ բանի հետևել չեմ հասցնում։ Ես կարծում եմ, որ կրթական մշակութային բովանդակությունը կարևոր է եւ կարծում եմ, որ կառավարությունը վերջին շրջանում նաեւ քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ, օրինակ հանրօգուտ մեդիա միջավայր հիմնադրամի ձևավորումը եւ համապատասխան դրամաշնորհների տրամադրումը կարևոր քայլ եմ համարում, որպեսզի այդ բովանդակությունը խթանենք։ Մերոցի մի հարց Տիկին Անդրեասյան, ձեր բացատրությունները հասկանալի են, դիտումների հետ կապված կոնտենտի գուցե ավելի լավ հարթակներ տեղափոխելու, որ ավելի շատ տարածվի կրթական մշակութային այդ հաղորդումները, բայց տեսեք, այդ թեման շողակաթին հանրային հեռարձակման հնարավորություն զրկելու 1 տարի առաջ այստեղ ակտիվ քննարկվեց, ամեն դեպքում հրապարակային, երբ Բագրատ Սրբազանը սկսել էր շարժումը, եւ այս ամբողջ եւ այստեղ էլ ասին չի լինի փակենք այդ փողը, տանք այդ շողակաթից բրծնենք, ու հետո սկսվեցին այդ քայլերը հասան այս հանգրվանին։ Տեսեք, դա տեղ ունեցավ վարչապետ, կաթողիկոս, հոգևորականներ այդ հակամարտության փուլում եւ ստացվեց, որ այսպես ահա քաղաքական վրեժխնդրություն դարձավ իրեն զրկելու հանրային հեռարձակման հնարավորությունից։ Դուք մտավախություն չունեք եւ ձեր ղեկավարած նախարարությունը չէր արարել տարբերություն հանրային խորհրդի դիրքորոշմանը։ Դուք մտավախություն չունեք, որ այս պատմության մեջ կմնաք մի նախարար, որը կողմ դարձավ իշխանության այդ քայլերին, որը ունի ոչ թե ձեր բացատրած բովանդակությունը, այլ առերևույթ տպավորություն է, որ քաղաքական բովանդակություն է, դիմադիրներն էլ ասում են վրեժխնդրություն է, որ դուք ուղղակի մազ դարձաք այդ գործընթացին։ Գիտեք, դուք որոշակի որակումներ եք տալիս, որը ձեր գնահատականն է իրավիճակի, ինչ որ տրամաբանությամբ, ինչ որ գործընթաց։ Դե գիտեք, առերևույթ բառը արդեն ցույց է տալիս, որ դա որակում է, որտեղ առերևույթը ինքը որակման նշում ունեցող բառ է իմաստային առումով։ Ես ասացի, իմ պատասխանը հստակ է, որ ես կարծում եմ, որ կրթական մշակութային բովանդակության հետ չեմ կարծում, որ որևէ բան տեղի կունենա, որովհետև ոչ թե չեղարկվում է բովանդակության կարևորությունը, այլ ընդհանրապես դրա ձեռքբերման եղանակն է, որ փոխվում է եւ կարծում եմ, որ մրցութային եղանակով եւ եթե իմ կարծիքը կուզեք, ես կարծում եմ, որ մրցութային եղանակը բոլոր այն դեպքերում, երբ որ դա կիրառելի է, միշտ տալիս է ընտրության հնարավորություն։ Իսկ դա միշտ լավ է, որտեղ գիտեք, երբ որ մի գործ անում ես մի տարի, 2 տարի, 3 տարի, 4 տարի, 5 տարի, մեզնից բոլորը ունեն այդ ուրեմն մտայնությունը ընկնելու որոշակի իներցիայի մեջ եւ ես կարծում եմ, որ մրցութային գործընթացները թույլ են տալիս նաեւ նոր ու թարմ գաղափարներ բերել։
Եվ եթե մենք ունենանք ընտրության հնարավորություն ու ընտրենք լավագույնը, խոսում ենք լսարանի մասին, խոսում ենք արտադրանքի մասին։ Եվ վերջո շահելու է առաջին հերթին լսարանը, որտեղ արտադրանքի բովանդակությունն էլ կարող է լինել նույն շողակաթինը, եթե ինքը մասնակցի մրցույթի, շատ ավելի որակյալ։ Դուք համարում եք, որ դա քաղաքական գործընթաց չէ, հենց շողակաթի օգտիներ է դա։ Ես համարում եմ, որ սա մի գործընթաց է, որտեղ մեր վերջնական նպատակը պետք է լինի լսարանին ավելի որակյալ արտադրանք տալը, եւ կարծում եմ, որ այդ նպատակին ուղղված գործողությունները համաչափ են, որտեղ մրցույթի միջոցով կարծում եմ, որ ավելի որակյալ արտադրանք ստանալու հնարավորություն կունենանք։ Տիկին նախարար, տարածաշրջանային լեզուների դասավանդումն է նաև քննարկման կենտրոնում հայտնվել։ Կարող եք ասել հիմա օրինակ ադրբեջաներեն, թուրքերեն, վրացերեն, պարսկերեն, քանի դպրոցներում է դասավանդում։ Գիտեք, շատ հետաքրքիր է, որ մենք երբ որ այս ծրագրի մասին խոսում էինք օրինակ 3 տարի առաջ եւ խոսում էինք հենց ինքներս, որովհետեւ եթե կհիշեք, կառավարության ծրագրում առանձին թիրախ է դրված, որ տարածաշրջանային լեզուների ուսուցում խրախուսենք մեր դպրոցներում 21 թվականին կառավարության ծրագիրը ընդունվեց, այդ կետը գրված էր, մենք դրանից հետո աշխատանք տարանք, մեծ հետազոտություն իրականացրեցինք դպրոցների շրջանում, 400 դպրոց ցանկություն էր հայտնել, որ որևէ տարածաշրջանային լեզու կուզենա ուսուցանել, ընդ որում նրանց մեծ մասը ընտրել էր թուրքերենը։ Այստեղ մենք ունեցանք կադրերի լուրջ խնդիր, որովհետև բնական է ցանկություն կարող են ունենալ, բայց մասնագետներ պիտի ունենան, որպեսզի ուսուցում իրականացնեն եւ դրա պատճառով շուրջ 3 տասնյակ դպրոցներ է, որ կարողացան տարբեր տարածաշրջանային լեզուների ուսուցանում իրականացնել։ Ավելի ակտիվ է իհարկե պարսկերենը, որտեղ կան ավելի մեծ հնարավորություններ, նաեւ դեսպանատան հետ համատեղ աշխատանք կա եւ դեսպանատունն էլ աջակցում է թվում պարսկերենի իմացությունը բարելավելու։ Վրացերենով ունենք 3 դպրոցներ, ադրբեջաներենով ունենք 3 դպրոցներ եւ ես միայն պետք է խրախուսեմ, որպեսզի մեր ավելի շատ դպրոցներ տարածաշրջանային լեզուներ ուսուցանեն, որտեղ մենք ապրում ենք այս տարածաշրջանում, լեզուների ուսուցանումը նաեւ միջոց է ճանաչել մեր տարածաշրջանը, ու ես կարծում եմ, որ շատ կարեւոր է այդ գիտելիքը տարածել, որպեսզի մենք խոսելիս նաեւ հասկանանք ինչի մասին ենք խոսում։ Ինչու այդպես ըստ ցանկության ոչ թե պարտադիր կրթական։ Որովհետև ելի եմ ասում, մենք այս պահին ունենք մասնագետների խնդիր։ Օրինակ, բոլորովին վերջերս Երևանում այցի էր եկել Վրաստանի կրթության, գիտության եւ երիտասարդության նախարարը։ Հարցերից մեկը, որ մենք քննարկել ենք, մեզ մոտ վրացերենի մասնագետների պատրաստման խնդիրն է, որպեսզի կարողանանք ոչ թե 3 դպրոցում ունենալ վրացերենի ուսուցանում, այլ ավելի շատ դպրոցներում։ Օրինակ, պատկերացրեք Վրաստանի սահմանակից բնակավայրերի դպրոցներում, եթե գոնե տարրական վրացերենի գիտելիք ունենան, ինչքան ավելի հեշտ կհաղորդակցվեն ու ինչքան դա կկարողանա ավելի նպաստել թե տնտեսական կապերի, թե մշակութային կապերի զարգացմանը։ Ես կարծում եմ, որ նման ծրագրերը մենք պետք է աստիճանական խրախուսենք, ու եթե դուք նայեք, մենք ոչ միայն դպրոցներում ենք սա խրախուսում, այլև բուհական ծրագրերում։ Այսինքն սկզբում պետք է ուսանող ունենանք, որը հետո կգնա եւ ուսուցիչ կաշխատի։ Ինչու մասին է կներեք։ Թուրքերենի եւ ադրբեջանի պարագայում այո։ Նեք իսկ տիկին նախարար, իսկ ինչու ասում եք 21 թվից կա, բայց համապատասխան աշխատանք չի տարվել, արշավ չի արվել բավարար չափով, կներեք, որ մարդը հիմա որ լսում է, որ ադրբեջանն է սովորում, այ դա հասկանա, որ ինքը լրացուցիչ լեզու է, սովորելու հնարավորություններ ունեն, այլ ոչ թե այ եկան թուրքերը մեզ գրավեցին։ Կամ ադրբեջանին հաջողական։ Գիտեք, ես ցավում եմ, որ սա էլի այդ կոնտեքստում է ներկայացվում, ընդունում եմ ձեր ասածը, ես ընդհանրապես ինչ որ մեզ ասվում է հանրային հաղորդակցության իմաստով, լռելիային ընդունում եմ, որովհետև հանրային հաղորդակցությունը անընդհատ բարելավելու կարիք ունենք եւ անընդհատ մեր քաղաքացիների հետ երկխոսության մեջ լինելու կարիք ունենք, որպեսզի բոլոր ծրագրերը, դրանց նպատակադրումները եւ այդ կոնտեքստները ճիշտ ներկայացվեն, բայց թույլ տվեք ասել, դուք էլ ձեր դերը ունեք այդտեղ, որովհետև լրագրողներն էլ պետք է կողմնորոշեն, ոչ թե ապակողմնորոշեն։ Միշտ չի, որ լրագրողներն էլ օգնում են մեզ, հաճախ ապատեղեկատվությունն էլ տարածվում է տարբեր լրատվամիջոցների կողմից եւ ես հույս ունեմ, որ նաեւ այսօր մեր խոսակցությունը առիթ կտա, որպեսզի ճիշտ տեղեկատվություն տարածվի։ Մանկավարժական համալսարանում ռեկտորի հետ տեղի ունեցած դեպքից հետո պաշտոնակատարի նշանակում եղավ, հիմա գործունեությունը համալսարանի ընթացքի մեջ եկան, ինչ որ խնդիրներ։ Մենք հիմա գտնվում ենք
ժամանակավոր պաշտոնակատարը իրավիճակի վերլուծության փուլում է եւ տարբեր հարցեր է նայում եւ դիտարկում, որպեսզի նաև այսօր մենք օրինակ հոգաբարձուների խորհրդի նիստ ունենք, որի ժամանակ քննարկելու ենք արդեն իսկ այն տվյալները, որոնք պաշտոնակատարը հասցրել է վերլուծել, որպեսզի տեսնենք, թե ինչ հարցերի շուրջ որոշումներ կայացնելու կարիք կա խորհրդի կողմից։ Գիտեք, որ խորհուրդը գործադիր ֆունկցիաներ չունի, բայց այս փուլում մենք ավելի ակտիվորեն կներգրավենք մոնիտորինգի շրջանակներում, որպեսզի վստահ լինենք, որ բուհի գործընթացները ճիշտ են գնում։ Այս պահին ժամանակավոր պաշտոնակատարը նշանակված է մի քանի օր է, որ աշխատում է, բոլոր այն անձինք, ովքեր իրավապահ մարմինների ներկայացրած տեղեկատվությամբ ունեին մեղադրյալի կարգավիճակ, նրանց պաշտոնավարումը կասեցված է, այսինքն խոսքը միայն ռեկտորին չի վերաբերում, այլ նաև համապատասխան աշխատակիցներին։ Մենք շատ լուրջ պիտի վերլուծենք այս խնդիրները, իհարկե իրավապահ մարմինները եւ նախաքննությունը կգան ավելի ամբողջական հարցերի պատասխաններ տալու, բայց մենք էլ մեր հերթին մեր անելիք ունենք, որը զուգահեռ կանենք։ Տիկին նախարար վաղ շաբաթի թիմ 1 պայմանագրի առաջադրումներն են սկսվել արդեն գալիք կոչումների ցուցակում։ Դուք պատրաստվում եք ինքնաառաջադրվել կամ դες առաջարկ եղել արդեն առաջադրվել ցուցակում եւ կապեցին դրություններում։ Ես ճիշտն ասած չեմ մտածել այդ մասին անկեղծորեն, կարծում եմ, որ դա առաջին հերթին երևի թե կուսակցականներին է վերաբերում, քանի որ ինքս կուսակցական չեմ, ուղղակի չեմ էլ մտածել այդ հարցի կուսակցական չլինելով։ Ես ուղղակի չեմ մտածել այդ հարցին, անկեղծ ասած, այս պահին զբաղվում եմ այն գործով, որով զբաղվում եմ։ Տիկին նախարար վաղաշաբաթի թիվ 1 դպրոցի տնօրենը նաև ազատվեց պաշտոնից, նշված էր, որ նա քաղաքական զսպվածություն չի ցուցաբերել, որից հետո ուսուցիչները ձեզ դիմում ներկայացրեցին, պատասխանել էին կրթության բաժնից, որ կուսումնասիրեն եւ արդյունքների մասին կհայտնեն ուսուցիչներին։ Այս պահին ուսումնասիրել եք։ Այս պահին ուսումնասիրության ընթացքում է, որովհետեւ այդտեղ նաև լրացուցիչ տվյալներ են վերցրել մարզպետի աշխատակազմից, բնականաբար գրավոր, որպեսզի ամբողջական տեղեկատվություն ունենան։ Քաղաքացիները այո այցելել էին նախարարություն, հանձնել էին իրենց դիմում, մենք պատշաճ ժամկետներում կպատասխանենք։ Տիկին նախարար, կառավարության մի երկու նիստ առաջ Վայոց ձորի մարզի դպրոցներից մեկը լուծարվեց եւ միացվեց մեկ այլ գյուղի դպրոցի գյուղական համայնքների եւ այս ֆոնին հարց է առաջանում, ինչպես է ստացվում, որ Մեդովկայում $2 միլիոն են ծախսում, դպրոց են կառուցում, իսկ այդ Վայոց ձորի մարզում չեն անում եւ միացնում են գյուղի դպրոցները միմյանց։ Կարևոր է ինչի մասին ենք խոսում, եկեք հստակեցնենք, դուք խոսում եք մի դպրոցի մասին, որը ուներ 2 աշակերտ եւ գրեթե չուներ ուսուցիչ եւ որտեղ դպրոցի անունը կար, իսկ իրականում բովանդակությունը չկար։ Եվ այդ երեխաների կրթության իրավունքի ապահովումն է առաջին հերթին, որ մեր օրվա խնդիրն է եւ ձեր նշած Վայոց ձորի մարզում տեղի ունեցած գործընթացը ուղղված էր նրան, որ մենք 2 երեխայի համար ապահովենք պատշաճ պայմաններ կրթության։ Ինչ վերաբերում է Մեդովկային, ես շատ ցավում եմ, որ Մեդովկայի դպրոցի, գիտեք, հատկապես Մեդովկայի դպրոցի մասին նման տեղեկատվություն տարածվեց եւ հրավիրում եմ բոլոր նրանց, ովքեր մի վարքյան անգամ կարող են կասկածել, արդյոք պետք էր սարքել Մեդովկայի դպրոցը, թե չէ, գնալ եւ տեսնել այդ դպրոցը։ Ես այդ դպրոցում եղել եմ։ Ես տեսել եմ այդ երեխաներին, իդեպ 64 երեխաներ են այնտեղ սովորում, եւ դեռ նախակրթարան պիտի բացվի, որտեղ ավելի շատ երեխաներ կգան։ Աղջիկների թիմ ունեն ֆուտբոլային, որը շատ մեծ ակտիվությամբ տարբեր մրցաշարերի է մասնակցում եւ որ դուք տեսնեք ինչպես են իրենց դպրոցը փայփայում, ինչպես են ամեն օրվա ամեն ժամը այնտեղ վայելում, կարծում եմ մնացած խոսակցությունները ուղղակի ամոթ է, անհարմար է, որ մենք խոսում ենք 64 երեխայի համար դպրոցական շենք ունենանք, թե չունենանք։ Պետք է ունենանք բոլոր այն տեղերում, որտեղ տեսնում ենք, որ բնակավայրի զարգացումը, տրամաբանությունը, աշխարհագրական դիրքը դա է հուշում։ Եվ մենք այս պահին էլ կառուցում ենք, ես ներկայացնում եի տվյալները, եւ մինչեւ մյուս տարվա վերջ ունենալու ենք ավելի քան 300 դպրոցներ մեր երեխաների համար։ Եկեք չխոսենք այն մասին, կառուցենք այս դպրոցը, թե չկառուցենք, խոսենք այն մասին, որ բոլոր դպրոցները կառուցենք, որովհետև անհարմար է, որ մինչև հիմա ինձ ծնողներ են գրում, որ այս դպրոցում սանհանգույցը նորմալ չի, երեխաները չեն կարողանում օգտվել, ցրտում է ջեռուցումը նորմալ չի, սառում են։ Սրա մասին եկեք խոսենք, մեր երկրում չպիտի լինի նման իրավիճակ, նման պայման։ Դուք աջակցում եք վարչապետին հակակատողիկոսական այս արշավում, թե ոչ։
Ես կառավարության անդամ եմ եւ կիսում եմ կառավարության վարած քաղաքականությունը, ինչպես էլ պետք է լինի։ Շնորհակալ։ Այդ նաև կաթողիկոսի հրաժարական Նից մեկը սեպտեմբերին սեկտեմբեր է ասում, հունվարին հունվար, ձեզ որպես նախարար, սա նորմալ է թե արդյոք անդրագիտություն։ Եթե դուք լեզվական հարցերից եք խոսում, ես առաջարկում եմ կուսակցական պատկանելությունը չընդգծել։ Եթե ես սկսեմ մեկնաբանել ինձ ինչ տարբեր շրջանակներից, տարբեր քաղաքացիներ, մարդիկ, տարբեր քաղաքական թևերից ինչ սխալներով, ինչ գրություններ, նամակներ են գրում, երևի այսօրվա մեր ճեպազրույցը չավարտվի։ Լեզվական գրագիտությունը մեր ընդհանուր խնդիրն է, մեր հանրության։ Եվ երբ որ ես խոսում եմ հայերենի իմացության ամրապնդման մասին, ես խոսում եմ մեր բոլորի հայերենի իմացության ամրապնդման մասին։ Կամ բաներ, որ ես էլ կարիք ունեմ ամրապնդելու, կամ բաներ գուցե դուք էլ։ Եվ մեզնից յուրաքանչյուրի երևի, այնպես որ տեղին չի որևէ խնդիր առանձնացնել եւ մատնանշել։ Ի վերջո մենք ունենք նաեւ բարբառներ եւ տարբեր բարբառներում, որը ելի մեր լեզվի հարստությունն է, տարբեր բառեր ասվում են տարբեր կերպ։ Եվ գիտեք, ես նաև անթույլատրելի եմ համարում, երբ որ մարդկանց իրենց բարբառով խոսելու համար պիտակավորում եւ թիրախավորում են։ Մենք դպրոցներում ունենք առանձին բարբառագիտության դասեր հայերենի ուսուցման ժամանակ եւ նույնիսկ առանձին մենք նախագծեր ենք անում, որտեղ երեխաները հենց իրենց բարբառով տեսանյութեր կներկայացնեն։ Չպետք է մարդիկ ամաչեն իրենց բարբառից, դա քաղաքենիություն է, չի կարելի նման միջավայր ձևավորել հասարակության մեջ։ Մնացածը արդեն չեմ կարող մեկնաբանել։ Դուք եւս կարծում եք, որ կաթողիկոսը պետք է հեռանա տիկին նախարար։ Դուք ինձ ոնց որ այս մասին արդեն հարցրել եք, իմ դիրքորոշումը չի փոխվել։ Ես գտնում եմ, որ մեր եկեղեցին ունի բազմաթիվ խնդիրներ, շատ կարևորում եմ, որ հոգևոր կյանքը լինի այնպիսին, ինչպիսին պիտի լինի, այսինքն դա առաջին հերթին լինի հոգևորի մասին։ Չեմ կարծում, որ այս պահին այն ինչ տեղի ունենում կապ ունի հոգևորի հետ, դա ինձ ինչպես եւ ցանկացած մեր երկրի քաղաքացու խորը ցավ է պատճառում։ Ես հույս ունեմ, որ այդ իրավիճակը արագ կհանգուցալուծվի եւ կարծում եմ, որ առաջին հերթին եկեղեցու շահերից է բխում հոգևոր կյանքի նորոգման գործընթացը եւ իմ կարծիքով իմ պատասխանը հստակ է։ Եթե հոգևոր հավաք կազմակերպվի, դուք կմասնակցեք։ Հոգևոր հավաք ասելով ինչ նկատի ունեք։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Էջմիածնում հոգևոր հավաք է պատրաստվում կազմակերպել եւ ազատագրել։ Երբ որ կազմակերպվի կմտածեմ։